Երեք հայ գործարար Forbes-ի մարտի համարում։ Ռուսական Forbes-ի 2025 թվականի մարտի համարում ներկայացված է անշարժ գույքի խոշոր սեփականատերերի վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղ են գտել երկու հայկական անուն։ Ցուցակը ներառում է 30 խոշոր գործարարների, որոնցից երկուսը՝ Սամվել Կարապետյանը և Դավիթ Ամարյանը, հայկական ծագում ունեն։ Տաշիր խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է։ 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ նրա եկամուտը միայն վարձակալությունից աճել է 7,3%-ով, կազմելով $685 միլիոն։ Սա չի ներկայացնում նրա ընդհանուր եկամուտը, այլ միայն այն մասը, որը ստացվել է կոմերցիոն և այլ տեսակի անշարժ գույքի վարձակալություններից։ Կարապետյանը տարիներ շարունակ ակտիվորեն զբաղվում է անշարժ գույքի ներդրումներով ոչ միայն Ռուսաստանում և Հայաստանում, այլ նաև նախկին խորհրդային երկրների տարածքներում։ Հաջորդ հայ գործարարը, որը ներառվել է Forbes-ի այս համարում, Balchuk Capital ընկերության հիմնադիր Դավիթ Ամարյանն է։ Նրա եկամուտը վարձակալությունից 2024 թվականին աճել է 10%-ով և կազմել $55 միլիոն։ Ամարյանի Balchuk Capital ընկերությունը պատկանում է մի շարք բիզնես կենտրոնների, ինչպես նաև Մոսկվայի ամենախոշոր առևտրի և ժամանցի կենտրոններից մեկը՝ Մետրոպոլիսը։ Նրա ընկերությունն ակտիվ ներդրումներ է կատարում անշարժ գույքի ոլորտում, զարգացնելով խոշոր կոմերցիոն և առևտրային նախագծեր։ Հետաքրքիր է, որ Forbes-ի նույն համարում անդրադարձ է կատարվել նաև գործարար Վրույր Փենեսյանի նախագծին։ Մասնավորաբար նշվում է, որ Փենեսյանը պատրաստվում է Մոսկվայում ներկայացնել $2 միլիարդ համարժեք անշարժ գույք Հայաստանից։ Նրա նախաձեռնությամբ ապրիլին կազմակերպվելու է ցուցահանդես «Արարատ Պարկ Յաթ Մոսկվա» հյուրանոցում, որին ներկայացվելու են Հայաստանի լավագույն նորակառույցները։ Ռուսաստանի խոշոր ներդրողների համար կազմակերպվելու է առանձին բիզնես հանդիպում, որի շրջանակներում ներկայացվելու են լայնամասշտաբ ներդրումային նախագծեր Հայաստանից։ Ըստ Փենեսյանի նախաձեռնության, հիմնական նպատակը ներդրումների խթանումն է դեպի Հայաստան, ինչպես նաև երկրի անշարժ գույքի ճանաչելիության բարձրացումը, միջազգային հարթակներում և նոր գործարար կապերի ստեղծումը։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ հայկական ծագում ունեցող գործարարները շարունակում են մեծ ներդրումներ կատարել անշարժ գույքի ոլորտում ինչպես միջազգային, այնպես էլ հայկական շուկայում։